Ողջույն, Ռեալպոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Սաֆրաստյան, ընդամենը ամիսներ առաջ, հունիսին, երբ խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան Թուրքիայում, մենք բավական մեծ սպասումներով խոսում էինք նոր Թուրքիայի մասին։ Այսօր բոլորովին այլ իրավիճակ է։ Արդեն կարծես թե ակնհայտ է, որ տեղի են ունենալու նոր ընտրություններ, նոր խորհրդարանական ընտրություններ եւ դա ժամանակավոր կառավարություն, կարծես քննարկումներ են սկսվել ընտրություններում մասնակցած ուժերի հետ, բավական ուշագրավ իրադարձություններ են Թուրքիայում։ Քրդական հարցը գալիս է առաջնագիծ եւ իսլամական պետության դեմ պայքարի այս անվան տակ այնպիսի խմորումներ են Թուրքիայում, որոնք կարող են նախանշել բոլորովին նոր Թուրքիայի մասին, նոր ժամանակաշրջանի մասին։ Ես ուզում եմ, որ գնահատեք ինչ էր տեղի ունեցածը ի վերջո այդ վերջին ընտրություններից ի վեր։ Սկզբից պետք է ասեմ, որ հունիսի 7-ի ընտրությունները բավական անսպասելի արդյունքներ բերեցին ոչ միայն արտասահմանյան դիտորդների համար, այլ նաև հենց իրենց համար, կուսակցության ղեկավարության համար, Արդարություն զարգացում կուսակցության ղեկավարության համար, քանի որ նրանք չէին սպասում, որ քրդամետ ժողովրդական դեմոկրատիայի կուսակցությունը կհաղթարի 10%-անոց շեմը եւ կհայտնվի խորհրդարանում։ Եվ շատ հետաքրքիր է, որ արդեն ընտրություններից 1-2 օր հետո Էրդողանի այսպես զինակիցները սկսեցին խոսել այն մասին իրենց հրապարակային ելույթներում, որ Թուրքիան կգնա նոր խորհրդարանական ընտրությունների արտահերթ։ Այսինքն հենց սկզբից այս ծրագրավորված էր այս իրադրությունը, որ պետք է Թուրքիան գնա նոր խորհրդարանական ընտրությունների։ Այսինքն այդպիսի ներկայության հետ խորհրդարանում չէր կարող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը միանգամայն ճիշտ է, այո։ Եվ ըստ էության արդեն հենց առաջին օրերին ընտրություններից հետո հնչեցին հետևյալ դատողությունները, որ եթե կուսակցությունը իր սխալները ուղղի, որ թույլ տվեց նախընտրական պայքարի շրջանում, նա կարող է 4-5% ձայներ ավել ստանալ, իսկ դա հնարավորություն կտա նրան ստեղծելու արդեն միատարր կառավարություն։ Եվ մենք տեսանք, որ այդպես էլ եղավ։ Ես կարծում եմ, որ այն իրադարձությունները, որ տեղի ունեցան Թուրքիայում վերջին ամիսների ընթացքում, պայմանավորված էին հենց այս նոր ընտրությունների նախապատրաստման տրամաբանությամբ։ Ըստ էության Թուրքիայի, այսինքն իսլամական պետության դեմ պայքարի այս ամբողջ գործընթացը ծրագրված էր հասնելու այսպիսի Ես կարծում եմ, որ այն, որ ամերիկյան պատվիրակությունը, որ գտնվեց Թուրքիայում, գեներալ Ալենի ղեկավարությամբ, որը նախագահ Օբամայի անմիջական ներկայացուցիչն է, եւ որ այդ բանակցությունների ընթացքում ձեռք բերվեց համաձայնություն Թուրքիայի կողմից, որ նա տվեց իր համաձայնությունը իր տարածքում գտնվող ռազմաբազաները օգտագործելու ամերիկացիներին տրամադրելու համար, ըստ էության ես կարծում եմ, որ տեղի ունեցավ նաեւ որոշակի համաձայնություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից նոր ընտրություններ անցկացնելու եւ նոր ընտրություններ անցկացնելու եւ Ամերիկայի կողմից Թուրքիայի իշխանություններին կառավարությանը կուսակցության Արդարություն զարգացում աջակցություն ցույց տալու առումով, որտեղ ամերիկացիները իհարկե որոշակի լծակներ ունեն թուրքական քաղաքական էլիտայի վրա։ Եվ ամենակարևորը ես կարծում եմ, որ ամերիկացիների կողմից թուրքերը ստացան համաձայնություն քրդական կարող ենք ասել, որ այդ ընտրությունները հունիսի 7-ի արդյունքներին նպաստել էին Միացյալ Նահանգները հասնելու նաև Արդարություն եւ զարգացում կուսակցության կամ իշխող վարչակարգից համաձայնություն Թուրքիայի տարածքում գտնվող ռազմաբազաները օգտագործելու համար իսլամական պետության դեմ։ Ես կարծում եմ, որ երբ 2013 թվականին Արդարություն եւ զարգացում կուսակցության կառավարությունը սկսեց այսպես կոչված խաղաղ գործընթացը քրդերի հետ, դա նաև պայմանավորված էր ճնշումով, որ գործադրվեց Թուրքիայի վրա եւ Եվրոպայի կողմից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից, որ խաղաղ ճանապարհով փորձեն լուծել քրդական հարցը։ Բայց արդյունքները իշխանությունների համար Թուրքիայի անսպասելի էին, որտեղ այս խաղաղ գործընթացի ընթացքում
քրդական ուժերը համախմբվեցին եւ կարողացան այնպիսի կուսակցություն ստեղծել, որը կարողացավ շատ վարպետորեն վարել նախընտրական պայքար եւ հայտնվեց խորհրդարանում։ Այսինքն նրանք հասկացան եւ եկան եզրակացության, որ այդ խաղաղ գործընթացը սխալ է։ Դա համար հիմա փորձում են նրանք ամեն կերպ այդ արդյունքները, այսպես ասած, վերանայել։ Ես կարծում եմ, որ նրանք, այսպես ասած, ճիշտ են իշխանությունները Թուրքիայի, որտեղ Թուրքիայի պատմությունը մեզ հուշում է, որ խաղաղ ճանապարհով, կոմպրոմիսային ճանապարհով ազգային հարցը Թուրքիայում երբեք չի լուծվել։ Միշտ իշխանությունները օրինակն է, ինչպես 15 թվականի հայոց ցեղասպանությունը եւ բազմաթիվ քրիստոնյա ժողովուրդներին, արաբներին, ինչպես ճնշել են, կոտորել են, ցեղասպանություն են իրականացրել, այսինքն այդ ավանդույթը քաղաքական մշակույթում Թուրքիայի չկա։ Եվ դրա համար նրանք նորից հիմա դիմում են իրենց այսպես ավանդական միջոցին, այսինքն բիրտ ուժի օգտագործում։ Ինչին ի պատասխան իդեպ այսօր թուրքական Սոլհաբեր պորտալի փոխանցմամբ Դեմոկրատական հասարակություն կոնգրես կուսակցության համանախագահ Հաթիփ Թիջլենը ներկայացրել է Օջալանի ուղերձը նշելով, որ Էրդողանին սպասում է Քադաֆի ճակատագիրը, եթե ամեն ինչ հենց այսպես շարունակվի, եթե այս գործերը դուրս գան վերահսկողությունից, ապա նրանց ավարտը կլինի կամ Օզալի նման թունավորմամբ, կամ էլ Մենդերեսի նման ռազմական հեղաշրջման ճանապարհով պաշտոնանկություն։ Կարող է լինել նաև Քադաֆիի ճակատագրի նման փողոցում ենթարկվել լինչի դատաստանին։ Այ ինչ եք կարծում, Օջալանը դերևս շարունակում է մի մասի վրա քրդական բանվորական կուսակցության մի մասի վրա նա ունի ազդեցություն, բայց մեծ մասը արդեն նրան չի ենթարկվում։ Ես կարծում եմ, որ գիտեք, այս իհարկե նման տիպի հայտարարությունները չեն համապատասխանում Թուրքիայի իրական իրավիճակին, որտեղ թուրքական պիտականությունը ուժեղ է եւ սպասել, որ մոտակա ապագայում Թուրքիայում սկսեն այդպիսի, այսպես ասած, խլրտումներ, որ հանգեցնեն այն արդյունքները, որ նշվեցին, ես կարծում եմ մի քիչ միամտություն է սպասել։ Լավ, ինչպիսի համերաշխության ոգի կա տարածաշրջանի տարբեր երկրների քրդերի միջև։ Ի վերջո այսօր Թուրքիայում բնակվող իրենց ազգակիցներին ոչնչացնող հարձակումներ են, ռմբահարումներ են, ինչպես են դրան վերաբերում Իրանում ապրող քրդերը, Սիրիայում ապրող քրդերը, ի վերջո ամենակազմակերպված հատվածում Իրաքի Քրդստանը ինչպես է վերաբերում եւ ինչպես են նրանք դիրքավորվում Թուրքիայի նկատմամբ։ Բավական բարդ հարց է, որտեղ միասնական քրդական, այսպես համախմբված ուժ Մերձավոր Արևելքում դեռևս գոյություն չունի։ Տարածքային տարբերություններ կան, քաղաքական, կուսակցական տարբերություններ։ Եվ նաև այդ երկրները թույլ չեն տալիս, որպեսզի քրդերը իրար հետ կարողանան ընդհանուր շահ Թուրքիայի եւ Իրանի միջև։ Այո։ Եվ երկուսն էլ օգտագործում են քրդական գործոնը իրար դեմ, դա այսպես թուրք-իրանական դիվանագիտության ամենա հետաքրքիր էջերից մեկն է։ Ամեն դեպքում պետք է նշենք, որ կան գործում են այնպիսի ուժեր, օրինակ Սիրիայի քրդերի շրջանում, որոնք անմիջականորեն կապված են քրդական բանվորական կուսակցության հետ։ Բայց պարադոքսը քաղաքական նաև այն է, որ այդ ուժը, որը ամենաուժեղն է կարելի ասել Սիրիայի քրդերի միջավայրում եւ կապված է քրդական բանվորական կուսակցության հետ, միաժամանակ համագործակցում է ամերիկացիների հետ։ Ստանում է նրանցից օժանդակություն իսլամական պետության դեմ պայքարում։ Չնայած քրդական բանվորական կուսակցությունը գտնվում է ամերիկյան սև ցուցակում ահաբեկչական խմբավորումների տարբերություն Եվրոպայի։ Այնպես որ բավական այսպիսի հետաքրքիր երևույթներ կան։ Հայտնի է, որ քրդական բանվորական կուսակցության դիրքերը բազաները գտնվում են հյուսիսային Իրաքում, այսինքն Իրաքյան Քուրդիստանի տարածքում, բայց Իրաքյան Քուրդիստանի իշխանությունները առանձնապես բայրացակամ նրանց չեն նայում եւ չնայած ձևականորեն դատապարտեցին թուրքական օդուժի հարձակումները, բայց նաեւ նրանք շատ լավ համագործակցում են Թուրքիայի իշխանությունները։ Մեծ հաշվով կարող ենք ասել, որ թուրք-ամերիկյան համաձայնությամբ ամերիկացիները հանձնել են քրդերին, որպեսզի ստանան
թուրքական իշխանություններից։ Ես մի քիչ ավելի զգուշ կձևակերպեի, որտեղ ամերիկացիները քրդական բանվորական կուսակցությունը ի սկզբանե, ինչպես ասեցի, դիտարկում են որպես ահաբեկչական։ Բայց միևնույն ժամանակ նրանք որոշ հատվածների հետ արդյունավետ նաև աշխատում էին իսլամական պետության դեմ։ Այո, բայց ոչ թե քրդական բանվորական կուսակցության հետ անմիջականորեն, այլ այդ կազմակերպության հետ շատ սերտ հարաբերություններ ունեցող տարբեր բջիջների հետ, այս դեպքում օրինակ հենց նույն Սիրիայի։ Եվրոպան կա, Եվրոպայի գործոնը կա, որտեղ եվրոպացիները դատապարտում են Թուրքիայի գործողությունները հենց քրդական բանվորական կուսակցության դեմ։ Իհարկե նրանք չեն ասում, որ քրդական բանվորական կուսակցության դեմ, ընդհանրապես քրդերի դեմ, այո։ Այստեղ բավական, ասես տեսնում եք, ինչ որ կապված է Մերձավոր Արևելքի հետ, ինչ որ կապված է Թուրքիայի հետ, ինչ որ կապված է քրդերի հետ, շատ եւ շատ ասես նրբություններ ունի, չերևացող կողմեր ունի։ Այս ամենը ինչքանով կապ ունի տարածաշրջանային այն խոշոր զարգացումների հետ, որն առնչվում է Իրանին։ Տարբեր փորձագետներ նշում են, որ քրդական ակտիվությունը եւ հատկապես խողովակները իրանական գազամուղը, նավթամուղը Թուրքիայով անցնող պայթեցնելը պատահական չէր եւ այն պետք է ունենար անպայման արտաքին պատվիրատու։ Իդեմս օրինակ Ռուսաստանի, որին ձեռնտու չէ այս պահին ցույց տալ, որ օրինակ դեպի Եվրոպա անցնող հնարավոր ուղիներից մեկը հենց կարող է լինել իրանական նավթը Թուրքիայի ճանապարհով։ Գիտեք, խորհրդային միության ժամանակ քրդերը ուղիղ ազդեցության տակ էին ռուսների։ Բայց հետո արդեն իհարկե այդ ազդեցությունը վերացավ։ Եվ հիմա պնդել, որ ռուսական այսպես ազդեցության ներքո քրդերը, քրդական բանվորական կուսակցությունը կամ նրա հետ կապված ինչ որ խմբավորումներ կազմակերպում են գործողություններ, ես կարծում եմ մենք հիմք չունենք պնդելու։ Ամեն դեպքում բայց չենք կարող չհիշել, որ այդպիսի խորհրդային միության շրջանում, այո, քրդական բանվորական կուսակցությունը պատահական չէ, որ որդեգրել էր մարքսիզմը որպես իր պաշտոնական գաղափարախոսություն, եւ դա օգտագործվում էր խորհրդային միության կողմից որպես ճնշման միջոց Թուրքիայի վրա։ Սա հիմա արդեն, այսպես ասած, ջերի երես է դուրս գալիս, եթե այն ժամանակ դա գաղտնիք էր։ Եվ պետք է նաև նշեմ, որ խորհրդային միությունը կապեր ուներ քրդերի հետ դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Դրանից հետո օրինակ Բարզանի հայրը եւ Բերյան, այսպես ասած, համագործակցել են հանդիպումներ են ունեցել, դրա մասին կան հիշատակումներ։ Եթե գնանք պատմության խորքերը, ապա 10-րդ դարից արդեն ռուսական դիվանագիտությունը օգտագործում էր քրդերին իրենց նպատակները իրականացնելու համար։ Բայց դա չմոռանանք, որ քրդերին բոլորն են փորձել օգտագործել իրենց նպատակների համար։ Եվ եթե մի քիչ պես ընդհանրացում անենք, պետություն չունեցող ժողովուրդների դա ճակատագիրն է օգտագործվել մեծ պետությունների կողմից։ Այդ դրա համար եմ ես ասում, որ քրդական պետականության ստեղծման գործընթացը սկիզբ է առել։ Դա ես կարծում եմ անխուսափելի է։ Դժվարանում եմ ասել, թե երբ դա իրականություն կդառնա։ Եվ հատկապես ինչ տարածքների հաշվին։ Ինչ տարածքների, այո, դա էլ շատ դժվար խնդիր է։ Որ երկրները հատկապես, այո։ Կլինի այդ երկրների միջև ի վերջո կոնսենսուսային լուծմամբ այդ պետականության առաջացում, թե նրանք իրար մեջ պետք է սրեն հարաբերությունները։ Շատ բարդ խնդիրներ են այստեղ։ Որտեղ քրդական պետության վերաբերյալ որքան էլ տարօրինակ է, եւ Սիրիան, եւ Թուրքիան, եւ Իրանը մշտապես միակամ են եղել, նրանք դեմ են եղել այդպիսի, եւ Իրաքը միշտ դեմ են եղել այդպիսի։ Բայց հիմա այստեղ ես կարծում եմ, որ նաեւ Արևմուտքի գործոնը կա, որը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների գործոնը կա, որ ես կարծում եմ, որ որոշակի զարգացումների դեպքում նրանք կողմ կլինեն, որ իսկապես քրդական պետություն ստեղծվի։ Առավելապես իսլամական պետության հետ տեղի ունեցող գործընթացները ստիպելու են ուղղակի որպեսզի քրդերը, քանի որ ամենաարդյունավետ պայքարողներն են այս պետության դեմ։ Եվ այստեղ Իսրայելի գործոնը մենք չպետք է մոռանանք, որտեղ Իսրայելն է շահագրգռված է, որ արաբական պետության տարածքի վրա ստեղծվի ոչ արաբական պետություն, եթե պարզ ասենք։ Եվ պատահական չի, որ Իսրայելը մեծ օժանդակություն է ցույց տալիս քրդական ինքնավարությանը, որ գոյություն ունի։ Դա որպես երկրորդ Թուրքիային այլընտրանքային Իսրայելի կարևորագույն գործընկերը կարող է դառնալ։ Այո։ Այնպես որ շատ բարդ խճճված խնդիրներ են։ Եվ գիտեք, այս առումով ես դա ասում եմ, ելի եմ ուզում ընդգծեմ, որ մենք չպետք է մոռանանք Սևրի պայմանագրի մասին,
որովհետև ըստ էության Սևրի պայմանագիրը այն փաստաթուղթն է, որը իհարկե չվավերացվեց, որը ստեղծեց ժամանակակից Մերձավոր Արևելքը, որը հիմա արդեն տեսնում ենք քանդվում չի աշխատում։ 4 պետություն, եթե Լիբիան գոյություն չունեն, եթե Լիբիան էլ հաշվենք։ Եվ անխուսափելիորեն պետք է վերատեսության ենթարկվի եւ քրդական պետության առաջացման խնդիրը, իսկ Սևրի պայմանագիրը դա կարելի ասել միակ միջազգայինորեն այսպես ընդունված որը մեզ թույլ չի տալիս, որը խոսում է Քրդստանի մասին, քրդական պետության մասին, սկզբից ինքնավարություն, հետո նաև անկախ պետության։ Ես կարծում եմ, որ պետք է ուզած-չուզած, եթե իսկապես արդեն հասունանա քրդական պետականության ստեղծման պահը, պետությունները անդրադառնան Սևրի պայմանագրին։ Եվ այս առումով ես կարծում եմ, որ մենք պետք է պատրաստ լինենք մեր խոսքը։ Երևանը ինչպես պետք է հետևի այս զարգացումներին, ընդհանրապես դիտարժան Երևանի համար որևէ զարգացում կա այսօր Թուրքիայում թե ոչ, եւ որպես գիտնական, որպես արևելագիտության ինստիտուտ, ինչ արտադրանքով պետք է սնեք իշխանություններին, որպեսզի նրանք էլ ըստ այդմ դիրքավորվեն։ Շատ կարևոր է իրականացնել, այսպես ասած, մոնիտորինգ իրադրության։ Ես ասեցի, իրադրությունը շատ բարդ է, խճճված է, ժամ առ ժամ շատ արագ է փոփոխվում եւ պետք է, այսպես ասած, ձեռքը պահել զարկերակի վրա իրադրության։ Այս առումով մեր ինստիտուտը մի վերջին 3 տարվա ընթացքում սկսել է հրատարակել ժամանակակից Եվրասիա գիտական պարբերականը, որը հրատարակում է տարեկան 2 անգամ։ Եվ մենք փորձում ենք այստեղ անդրադառնալ ամենաակտուալ խնդիրներին, որ զարգացումներին, որ տեղի են ունենում ժամանակակից Մերձավոր Արևելքում։ Սա մեկ, այսինքն պետք է հետևել ժամ առ ժամ, ձեռքը պահել զարկերակի վրա։ Երկրորդը շատ կարևոր է, որ մենք նաև, այսպես ասած, հույսը մեր չկորցնենք, ասենք, որ Սևրի պայմանագիրը դա պատմության գիրկը անցած փաստաթուղթ է, այլ այո, դա պատմական փաստաթուղթ է, չի գործում քաղաքական առումով, իրավական առումով, բայց չպետք է մոռանալ, որ դեպքեր են լինում, պահեր են լինում, երբ ուզած-չուզած անդրադառնում են պատմական փաստաթղթերին, որ դրա վրա հիմնված կառուցեն նոր փաստաթղթեր։ Եվ այս առումով մենք պետք է պատրաստ լինենք մեր պահանջները, փաթեթները ներկայացնենք։ Ես իհարկե հեռու եմ այն մտքից, որ մեզպես ասած ափսեի վրա կհամցնեն մեր երազած Հայաստանը, բայց ամեն դեպքում, եթե մենք կարողանանք հստակ հիմնավորված ժամանակակից միջազգային իրավունքի բոլոր հնարավորությունները օգտագործելով խոշոր խաղացողների, շահերի եւ շահերի կարողանանք շատ ձևակերպել մեր ճիշտ է, հասկանանք նրանց շահը, որտեղ դա էլ շատ կարևոր է։ Մեր շահերը տեղավորենք նրանց շահերի, այո։ Մենք կարող ենք այստեղ ինչ որ բաներ ստանալ։ Ես իհարկե չեմ կարող ասեմ, թե ինչ կարող ենք ստանալ, բայց պետք է չմոռանալ, որ լուրջ պետությունները, խոշոր պետությունները նրանց քաղաքականությունը հիմնված է, այսպես ասած, հարյուրամյակների զարգացումների վրա, այլ ոչ թե, այսպես ասած, այս պահի նրանք պետականություն են ունեցել հարյուրամյա այդ։ Իսկ Սևրի պայմանագիրը դա արտահայտեց այն ժամանակվա արևմուտքի վերաբերմունքը հայկական հարցի վերաբերյալ։ Եվ ես կարծում եմ, որ պետք է մենք փորձենք դա օգտագործել իշահ մեր այսօրվա պետականության։ Ես կարծես թե կան այդպիսի հնարավորություններ, առավելապես որ Հայաստանը նախ այլևս այլ հանգամանքով պիտի ներկայանա, եթե այդպիսի կարևոր բան եք դուք նշում, որտեղ մենք պետականություն ենք։ Եվ առավելապես Սփյուռքի ներուժը այսօրվա այդ լոբիստական ջանքերը պետք է ինչ-որ ձևով նաև համաձայնեցված լինեն Հայաստանի արդեն որպես պետություն արտաքին քաղաքական առաջնահերթությունների հետ փորձեն համադրել այդ ջանքերը, որպեսզի հնարավոր լինի, այսինքն մենք կարողանանք հանդես գալ որպես հայկական գործոն։ Ոչ միայն որպես Հայաստան պետություն, այլ Հայաստան պետության գլխավորությամբ հայկական շահ եւ հայկական հարց։ Այո, սա շատ մեծ խնդիր է, որ գուցե մեր սերունդը, այսպես ասած, չհասցնի դա իրականացնել, կգա ավելի երիտասարդ սերունդները, եւ ես կարծում եմ, որ պետք է Բայց կարևոր է այդ տեսլական ունենալ, այո, եւ գիտնականների համար, մտավորականների համար շատ կարևոր է այդ տեսլականը ձևակերպել։ Թուրքիային բավական լուրջ զիջումների կմղեն այսօր իսկ Հայաստանի վերաբերյալ իրենց քաղաքական գիծը ավելի մեղմելու, ավելի քիչ Բաքվի ճնշումներին ենթարկվելու համար։ Այո։
Շնորհակալություն պարոն Սաֆրասյան, ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի տնօրեն ակադեմիկոս Ռուբեն Սաֆրասյանը, մնացեք բարով, կհանդիպենք։